եւ Որդու եւ Հոգու Սրբո, ամեն։ Սիրելիներ, թերևս այսօր մենք բոլորս տեղյակ ենք, որ պահոց այս 4-րդ կիրակի անվանվում է տնտեսի կիրակի։ Իհարկե, ավետարանը շատ ընդարձակ կերպով տարբեր խորհուրդներ է մեզ ներկայացնում, սկսած տնտեսից մինչև Աղքատ Ղազարոսի պատմությունը։ Եվ մանավանդ նաև հետաքրքրական է թե Եսայի մարգարեի մարգարեությունը, թե Պողոս առաքյալի եփեսացիների ուղղված խոսքը։ Եթե մի քիչ, այսպես ասած, առաջ անցնելով, պիտի վստահաբար ասեմ, որ մանավանդ Պողոս առաքյալի եփեսացիների ուղղված խոսքը ցույց է տալիս, թե ով է, չասեմ ով է, դե լավ, թե ինչ բաժին է մեր մեջ կազմում անիրավ տնտեսը։ Եթե մենք նայում ենք առանցին, տեսնում ենք մի մարդ, որը որ իր տիրոջ կողմից իրեն հանձնածը օգտագործում է որպես իր սեփականություն, օգտագործում է թերևս վատնելով, թերևս մարդահաճության, թերևս տիրոջ ունեցվածքը օգտագործում է, որպեսզի իր համար անուն եւ փառք ստանա։ Եվ ահա Տերը տեսնելով, իմանալով, կանչում է տնտեսության բարձր հաշիվը տալը եւ տնտեսը տարանցում է։ Կարծես թե այնպիսի մի վիճակի է ինքը իրեն, մի վիճակի է գալիս, որ չէր սպասում, որ Տերը պիտի կանչի, որպեսզի տնտեսության հաշիվը պահանջի։ Եվ այլևս անխուսափելի առաջ կանգնած սկսում է խորավանդորեն մտածել. Տերը որ կանչեց, եթե կապեցի Տիրոջ առջև, չի պիտի արդարանամ, չի պիտի կարողանամ արդարանալ, ինչ անեմ, Տերը ինձ աշխատանքից պիտի հանեմ, և ես ոչնչով պիտի մնամ, ուրեմն արի խորամանկություն անենք, ով ինչ պարտք է չէ, որ պարտամուր հագնել իմ ձեռքին է, պարտքերը թեթևացնեն, կիսեն, որպեսզի երբ որ Տերն ինձ ազատի, ես կարողանամ մարդկանց բարիքներ ունենամ արած Տիրոջ ունեցվածքով և մարդիկ էլ իրենց ընդունեն, որպես իրենց բարերարի։ Մենք տեսնում ենք, որ այս մարդը խորամանկ որպես տնտես և ասում է Տերը գովեց նրա մտքի ճարպկությունը, չգովեց այն, որ ինքը անիրավությամբ էր տնտեսությունը վարել, չգովեց այն, որ ինքը վատնել էր, սա չգովեց, այլ գովեց այն, որ կարողացավ իր վերջին պահերին մարդկանց ողորմություն անելու մասին, մարդկանց բարիք անելու մասին մտածել։ Տերը երբեք ու երբեք չի գովում անիրավությունը, այլ գովում է այն, որ մարդը կարողացավ մտածել մարդկանց օգտակար լինելու։ Եթե մենք նայում ենք այս անիրավ տնտեսի պատմությունը, այստեղ նորից տեսնում ենք ինքներս մեզ։ Տեսնում ենք ինքներս մեզ, բայց ինչ ինքներս մեզ տեսնելու անդրադարձ կատարենք թեկուզ այսօրվա մեր օրվա։ Անդրադարձ կատարենք երեկվա մեր օրվա։ Երբ որ մենք արթնացանք մեր անկողնում, մեր տանը, երբ որ մենք կերանք մեր
ուտելիքը, երբ որ մենք գնացինք մեր աշխատանքի, երբ որ մենք ամսվա սկիզբեր, չէ, ստացանք մեր աշխատավարձը, երբ որ շփվեցինք մեր երեխայի հետ, շփվեցինք մեր ընտանիքի, մեր հարազատների, թերևս աշխատանքի գնացինք մեր մեքենայով, ինչքան ենք ասում, իմը, մեր, տնտեսներել ենք ասում, իմը, մեր, իմ կյանքը, ապրեցինք մեր կյանքը, և այս ամենի մեջ կարծես թե մի քիչ շատ է մերը, ասում ենք իմ զավակը, և չենք հիշում Աբրահամի, որը Իսահակի վերաբերյալ ասում էր, Տեր, դու տվեցիր, դու պահանջեցիր, իմը չէ, քոնն է, մեր զավակը մերը չէ, Աստծունն է, Աստծո տված տնտեսությունն է մեր զավակը, որ որպես տնտեսվար, որպես կառավարիչ, մենք պետք է այդպես վերաբերվենք, մեր սեփականությունը չէ, որպեսզի նրա պարալոցին փաթաթենք մեր չիրականացված իղձերը և երազանքները, մենք որպես ծնող, մեր երեխան տրված է մեզ որպես տնտեսություն, որպես Աստծո տված, որ Աստծուն պիտի վերադարձնենք և Աստծո առաջ հաշիվ պիտի տանք մեր երեխայի համար, որ այդպես ասում ենք մերը չէ, Աստծո տնտեսությունն է, մեր Աստծուն մեզ տված, այդ մեծ տնտեսությունը, որի մասին, որ մենք չենք հոգում երբեմն և թողնում ենք ինքնահոսի բարձի թողի թողած նրա հոգևոր դաստիարակությունը, եթե զբաղվում ենք հոգևոր դաստիարակությամբ, ապա այդ դաստիարակությունն է չենք անում Աստծո առջև պատասխանատվության զգացումով, այդ դաստիարակությունն անում ենք որպես մեծ, որպես պահանջատեր, որպես տեր, սակայն մոռանում ենք, որ այն ինչ որ երեք ամբողջ օրը ասել ենք մերը չէ, Աստծո տված տնտեսությունն է, Աստված ստեղծեց Ադամին և Եվային և դրեց դրախտի մեջ և դրախտի մեջ նրանք տերեր չէին, նրանք տնտեսվարներ էին, կառավարիչներ էին, որ հոգ պիտի տանին դրախտի համար, մեր հայրենիքն էլ Աստծու կողմից տրված մեր տնտեսությունն է, որ հոգ տանենք, ոչ թե անիրավ տնտեսի նման վատնենք, անիրավ տնտեսի նման երկու ճանապարհ, կամ ագահորեն մտածենք, որ մերն է, ոչ մեկին ոչ մի կտոր լավություն, չեմ ասում հայրենիքի հորի մասին, բարության մասին, ունեցվածքի մասին, կամ էլ անփութորեն վատնենք մեր ունեցածը, ամեն ինչ Աստված ամեն ինչի վրա մեզ տնտես է կարգել, ինչպես որ ասում են մեր եկեղեցու հոգևորականները, տապանը ումն էր, տապանը Նոյինը չէր, տապանն Աստծունն էր, կենդանիները Աստծունն էին, Նոյը այդ տապանի վրա տնտես էր, որի տնտեսությունը հիրավի արդարության վարեց, երբ որ Հովսեփը դահճապետի տանը, ամբողջ տան կարողության տերն էր, և երբ որ փորձությունը եկավ դահճապետի կնոջ տեսքով, չասեց իմն է այս ամենը, ասավ իմ տերը սա ինձ տվել է, բայց բացի քեզնից հասկացավ, որ
Տիրոջ տվածն է, սիրելիներ, Տիրոջ տվածը։ Եվ տարբեր բազում օրինակներ, Աստված, Աստծո ամեն ինչը մեզ տված է։ Եվ մենք ինչպես ենք վարվում Աստծո տվածի հետ։ Երբեմն պատասխանատվությունից փախնում ենք ասելով, ով ինձ իմ եղբոր վրա պահակ կարգեց, կայելի նման։ Երբեմն Աստծո տված տնտեսությունը, մեր իմաստությունը, օձի նման ենք օգտագործում, ոչ թե բարիքի, այլ չարիքի, ինչպես որ օձը բոլոր կենդանիների մեջ ասում է իմաստունն է, բայց իր իմաստությունը օգտագործեց որպես չարիքի, եթե մենք էլ մեր իմաստությունը, խելքն ու շնորհքը չպիտի ասենք բարիքի, հեթանոսներն են բարիքի համար օգտագործում իրենց խելքն ու շնորհքը։ Մեր խելքն ու շնորհքը հանուն Աստծո չենք օգտագործում, դառնում ենք անիրավ տնտեսներ։ Այն հեթանոսները մինչև քրիստոնեություն գիտեին, զգում էին ներքին խղճի մտքով ասել, որ Աստծո տվածից Աստծուն մի բան պիտի տաս, որ Աստծո տվածը կարողանաս արդարորեն օգտագործել։ Եվ նույնիսկ կար հեթանոսական միջավայրում, երբ որ Աստծո տված իրենց անդրանիկ զավակներին զոհաբերում են իրենց կուռքերին, մտածելով, որ Աստծո տվածն է տակ Աստծուն, որ Աստված մեզ քաղցր աշխով նայի։ Դրա համար հին կտակարանի մեջ առաջնեկներին, արուսավատներին բերում էին, ընծայում էին, տալիս էին տաճարին։ Եվ Աստծո ողորմությունն այնքան էր, որ հետ գնելու իրավունք ունեին, հետ գնելու։ Այսօր մենք, որպեսզի մեր տնտեսությունը, մեր մեծ ընտանիքը անիրավ չլինի, արդար լինի, արդյոք մտածում եք, որ Աստծո տվածից մի բան տանք Աստծուն, մտածում ենք սրա մասին։ Հին կտակարանի մեջ առ այսօր յուրաքանչյուր քրիստոնյա ավանդական եկեղեցում, չենք խոսում քրիստոնյականների մասին, այն աղանդ կոչված, ինչ ասում, ընկերություններում, առ այսօր յուրաքանչյուր քրիստոնյաների մեջ պահպանվում է քո ունեցածը Աստծո առաջ հալափ, անիրավ չանելու համար, ունեցածի 10-որդը տալու Աստծուն, եւ դեռևս մարգարեն էր ասում, նա ով իր 10-որդը չի վճարում, Աստծուց է, որ գողանում է։ Եվ շատ բաներ այսպես կարող ենք մարդ Աստված մեր հարաբերությունների մեջ տեսնենք, որ Աստծո տվածն է ամեն ինչ։ Մենք որպես անիրավ տնտես դարձել ենք այդ ամեն ինչի մեջ տեր եւ ոչ թե տնտեսվար։ Տեր եւ ոչ թե տնտեսվար։ Մենք բավականանում ենք մի բանով։ Առավոտ աչքերս բացեցի, ասի փառքես Տեր Աստված, որ այսօր էլ արթնացա։ Հետո իսկ հավատը առանց գործերի արդյոք կենդանի է։ Ասի փառքես Տեր Աստված, իսկ ուր են գործերը։ Մինչև այն աստիճան այս էլ պիտի ասի։ Երբ որ մարդը կորուստ է լինում, մահ է լինում, մենք ի վիճակի ենք մտածելու, որ Աստված էր, որ ուղարկեց եւ Աստված է հետ վերցրեց։ Կյանքի եւ մահու Տերը Աստված է։ Կյանքի եւ մահու Տերը Աստված է եւ կյանքը մարդուն տված տնտեսությունն է։ Սրա համար կյանք վերցնելը
կամ ինքնասպանություն գործելը, կամ չծնված դեռևս կյանքերին ընդհատելը, գեղեցիկ բառ են հորինել, որ օգտագործում, որպեսզի իրականություն ցավը փորձեն մեղմել։ Կյանքի դեմ ուղղված քայլը, մարմինն էլ մարդու Աստծո տված տնտեսություն է, դրա համար որևէ դաջվածք, դրա համար որևէ վատ սովորություն, որը որ կյանքի տանում է, մարդու մարմինը տանում է դեպի կորուստ, դեպի դանդաղ դրա համար այս ամենը մեղք են համարվում, որովհետև մարմինն է Աստծո տված տնտեսություն է, մեկը իր մարմնով, իր գեղեցիկ տեսքով, ինչպես Դավիթ մարգարեն էր օրինակի համար, մեկը իր մարմնով, իր խարիզմատիկ բնույթով, ինչպես որ Սամվել մարգարեն էր, ինչպես որ Եսայի մարգարեն էր, ծառայացնում են Աստծուն իրենց միտքը, իրենց տեսքը, իրենց ազդեցությունը, ծառայացնում են Աստծուն, չեմ ասում բարիքին, հեթանոսներն է կարան բարիքին ծառայեցնեն, Աստծուն, իսկ մեկ ուրիշը Աբիսողոմի նման իր տեսքով, խելքով, գեղեցկությամբ կնստի պալատի պարիսպների առջև և կծառայեցնի ինքը իրեն, որպեսզի մարդիկ իր հետ կապվեն և ոչ թե Աստծու սիրելիներ։ Այս ինչ որ ասեցի, հասկացանք գոնե մի քիչ, որ այդ բոլոր տնտեսությունների մեջ եղել ենք անիրավ։ Եվ այս բոլոր տնտեսությունների մեջ անիրավության պատճառով է, որ Աստված ասում է անիրավ մամոնայից, ձեզ համար ընկերներ պատրաստեք։ Սա ուրիշ տնտեսագիտություն է։ Սա ավելորդը ոչ թե շահավետ շրջանառության մեջ դնելով և ավելի շահելու տնտեսագիտություն է, այդ ավելորդով մարդկանց բարիք անելու և մարդկանց շահելու տնտեսագիտություն է։ Հարստությունը, որը որ հետներ չպիտանենք, ոչ թե բազմապատկելու տնտեսագիտություն է, այլ այդ հարստությունով մարդկանց գնելու տնտեսագիտություն է։ Աստված չի ասում անիրավությամբ ձեռք բերվածը, ընդհակառակը, երբ որ նայում ենք մեր եկեղեցու պատմությանը, մենք տեսնում ենք, որ ձեր նման ժողովուրդն է եկեղեցի պահել, սիրելիներ, արդար քրտինքով աշխատող հայ շինականն է պահել եկեղեցին իր տասանորդով, որով էլ սրբագործել է իր ունեցածը։ Բայց քանի որ մեր Տերը տեսնում է իրականությունը, սրա համար ասում է չեք կատարել Աստծո առջև ձեր պարտքն ու պահանջը, ձեր ունեցվածքը անիրավ է, և դրա համար ձեր անիրավությունից գոնե ձեզ համար ընկերներ շահեք։ Եվ մի օր պիտի գա կյանքի Տերը, եթե մեկի համար կյանքի Տերը որպես սիրող հայր գա, ինքը թերևս ժամանակ կունենա իր հիվանդության անկողնու մեջ, ժամանակ կունենա իր առաջացած տարիքի մեջ, ժամանակ կունենա իր ուժերը կամաց լքումի մեջ, հասկանալ, որ կյանքը հեռանում է իրենից, և Տերը գալիս է, հատուցման ժամը գալիս է, ում ինչ պիտի հատուցեն, Աստծու առջև ինչպես պիտի կանգնեն, իսկ Աստծու առջև մենք չենք կարող կանգնել։ Ուստի պիտի փորձենք ձեթի պարտքը, աղոթքի պարտքը, որ Աստծուն քիչ էինք Աստծու հետ զրուցում, Աստծու հետ քիչ էինք շփվում։ Կպատկերացնենք ծնողը իր զավակի, որը որ չի ուզում իր հետ շփվի, այդ զավակից ինչքան է սիրտը նեղված, մենք էլ մեր երկնային հոր հետ քիչ ենք շփվում մեր աղոթքներով։ Պիտի տեսնենք, որ աղոթքի պարտք ունենք, գոնե մարդիկ կան, որոնց որ
խնդրել ենք այդ մեր ընկերներն են, որոնք որ մեր փոխարեն աղոթան են։ Պիտի տեսնենք, որ ալյուրի և ցորենի պարտք ունենք, բարի գործերի պարտք ունենք Աստծո առաջ։ Արդյոք մեզնից հետո մարդիկ կան, որ մեր փոխարեն իրենց ձեռքերով այդ պարտքը պիտի վճարվի, ճակերտավոր պիտի վճարվի։ Եվ սա է, սիրելիներ, սա չէ, սա շատ քիչն է, այն օվկիանոսի մի կաթիլն էր, որ Ավետարանի մեջ կա։ Եվ կուզեմ նաև վերջին ուշադրությունը դարձնենք մի շատ կարևոր կետի վրա։ Երբ որ մեր Տերն ասում է այս աշխարհի զավակները ավելի իմաստուն են, քան լուսո որդիները երկնքում, այդ իմաստությունը, որ մենք գործածում ենք, մեզ համար իշխանություն, փառք, դիրք, միջոցներ, նյութական կուտակելու համար, այդ իշխանությունը, որ մենք օգտագործում ենք, մեր մահից հետո այդ խորամանկություն ասեմ, խոհեմություն ասեմ, այդ մտքի իմաստությունը, որ մենք օգտագործում ենք այս աշխարհում, օգտագործենք հոգևորի մեջ, սիրելիներ, օգտագործենք հոգևորի մեջ, հարցեր տանք, հարցերին պատասխաններ փնտրենք, չմնանք այն քրիստոնյան, որ գալիս է եկեղեցի հարցերով, մնում է եկեղեցում հարցերով և Աստծո առաջ կանգնում է հարցերով։ Մենք ինքներս խորամուխ լինենք Աստվածաշնչյան ավետարանական տողերի մեջ, կարողանանք ավետարանը մեր կյանքի մեջ իրականացնել, ոչ թե ավետարանը մեզ համար լինի հեռախոսի մեջ կարդացված երկու տող կամ մեքենայի մեջ լսած երկու էջ, այլ ավետարանը մեր համար լինի կյանք, ապրելակերպ, ինչպես այսօր Պողոս Առաքյալն է ասում, նոր մարդ, ավետարանով լինենք նոր մարդ, տնտեսությունը այդպես է վարվում, որ կոչվում է մեր կյանքը, և երբ որ ասելուց կլինենք մեր, հիշենք, որ այնքանով է մերը, ինչքանով, որ մենք տնտեսներ ենք դրա մեջ, և մենք տնտեսներ ենք, և մեր ամեն մի ոլորտում, մեր տնտեսությունը վարենք իմաստությամբ։ Մենք այն մարդն ենք, որ Աստված տվել է մեզ հնարավորություններ, որպեսզի մեր շրջապատին էլ փոխանցենք դրան, ոչ թե պահենք միայն մեր համար, օգտագործենք միայն մեր համար։ Քրիստոնյաներն ասում են, աշխարհի մեջ լույս են։ Լինենք այդ լույսը և վստահ եղեք, որ այդ լույսը պիտի լուսավորի իր շուրջը։ Եթե մեր շուրջը լուսավոր չէ, ուրեմն մենք էլ լույս չենք։ Եվ թող որ մեր Տեր Աստված ուղղորդի մեզ, երիներ, ավետարանը նորից եմ ասում, ամեն վայրկյան ապրելու ուղեցույց է և ոչ թե փիլիսոփայելու հերթական ձեռնարկը։ Վերցնենք ավետարանը որպես մեր կյանքի ուղեցույց, ինչպես որ վարորդը օգտվում է ճանապարհային կանոններից, մենք էլ օգտվենք ավետարանի պատվիրաններից հարազատ լինելով մեր Աստծուն, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որի հետ Հորը և Ազատիչ Սուրբ Հոգուն, վայել փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից, ամեն։